Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր։ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ դրանք կօգնեն վերակառուցել և հզորացնել Հայաստանի տնտեսական ներուժը, կմեծացնեն տնտեսական և հաղորդակցային կարողությունները, նոր թափ կհաղորդեն մեր տնտեսական զարգացմանը, էապես կմեծացնեն մեր երկրի տարածաշրջանային դերակատարումը և մեր տնտեսական ու ազգային անվտանգության աստիճանը։ Առաջարկ Հայաստանին նախաձեռնության 8 կետից ու ենթակետերից բաղկացած ծրագրում մեգանախագծեր են Հայաստանի համար, որոնք թույլ են տալիս ստեղծել նոր կարողություններ, բարձրացնել երկրի տնտեսական դինամիզմը, բեկում մտցնել երկրի տնտեսական կյանքում, ստեղծել նոր ավելացված արժեք, ապահովելով բարեկեցության նոր մակարդակ։ Մանրամասն ներկայացվում են, թե խոշոր ենթակառուցվածքային նախագծերը ինչ կարող են ապահովել Հայաստանի համար։ Դիմացկունություն նվազեցնելով մեր երկրի խոցելիությունը, տնտեսական աճ խոշորածավալ նախագծերի մուլտիպլիկատիվ ազդեցության տեսքով, աշխարհաքաղաքական ճկունություն ընդլայնելով արտաքին կապերը, զարգացման համաչափություն զարգացնելով կյանքը Երևանից դուրս, միջազգային կերպարի փոփոխություն Հայաստանը վերածելով որոշումներ կայացնող գործընկերոջ։ Էներգետիկ և արդյունաբերական ինքնաբավություն։ Այս ուղղությամբ առաջարկ Հայաստանին նախաձեռնության ներկայացրած անհրաժեշտ հիմնական նախագծերն են նոր ատոմակայանը, ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ պղնձի ձուլման և ծծմբաթթվի օգտահանման գործարանները, մետաղական հումքի վերամշակող արդյունաբերության արդիականացումը, գլոբալ տվյալների կենտրոնները, ռադիոդեղագործական և միջուկային բժշկության կենտրոնը, արտադրական ենթակառուցվածքների արդիականացումը, էլեկտրական բաշխիչ ցանցեր, ջրամատակարարում և ջրահեռացում, կապ։ Հաջորդ խոշոր նախագիծը տրանսպորտի և կապի ոլորտին է վերաբերում։ Ռազմավարական նպատակը Հայաստանը դարձնել Պարսից ծոց Սև ծով ժամանակակից միջանցք, հյուսիս-հարավ մայրուղի, ավարտել, նոր երկաթուղիներ, Իրան-Հայաստան ինտեգրելով տարածաշրջանային այլ նախագծերի մեջ, Շիրակ-Վանաձոր, Իջևան, հին երկաթուղիների վերականգնում և վերակառուցում, Կարս-Գյումրի, Երևան-Երասխ-Ջուլֆա, Երևան-Իջևան սահման, Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց, նոր գազատարներ, ջրատարներ, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետային մալուխներ, թունելներ և ճանապարհներ, տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն, Զվարթնոց օդանավակայանի ընդլայնում, օդանավակայանը դարձնել տարածաշրջանային հանգույց Եվրոպայից Ասիա օդային փոխադրումների համար, Երևան օդանավակայան Զվարթնոց տաճար, Վաղարշապատ նոր արագընթաց երկաթուղային գիծ։ Երրորդ կետով սահմանվում են համաչափ զարգացման ուղղությունները, թեթևացնել Երևանի գերբեռնվածությունը, զարգացնել մարզերը և բարելավել քաղաքային միջավայրի որակը։ Առաջարկվում է պետական հաստատությունների տեղափոխում այլ քաղաքներ, Երևանի մետրոյի նոր գծեր, Երևանից դեպի Էջմիածին և օդանավակայան տանող արագընթաց երկաթուղի, Դիլիջանի զարգացում, կրթական, մշակութային, զբոսաշրջային և բնապահպանական լուծումներ, Ուրարտու Էրեբունի նոր համալիրը Երևանում, Անիի պատմամշակութային կլաստեր։ Չորրորդ կետը հատիս նախագիծն է, որն այս շարքում առանձնահատուկ տեղ ունի, համատեղելով քաղաքակրթական, հասարակական և տնտեսական նշանակությունները։ Այն ներառում է մասնավորապես Քրիստոսի արձանի կառուցումը, որը բերելու է այդ տարածաշրջանում տնտեսական կյանքի կտրուկ աշխուժացմանը։ Նախագծի գաղափարաբանությունը հիմնված է ճանաչում, վերածնունդ, հպարտություն առանցքային ուղերձների վրա։ Նոր հուշարձանային համալիրի ստեղծմանը մասնակցությունը վերածվում է սոցիալական ստեղծագործականության և նախաձեռնողականության ձևի, ներգրավելով անհատների, համայնքների, կազմակերպությունների և բիզնեսի լայն շրջանակ։ Սա սոցիալական մոբիլիզացիայի ձև է, որը կառուցված է ոչ թե հակադրության, այլ համատեղ ստեղծագործության վրա։ Հինգերորդ կետը Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց նախագիծն է Զանգեզուրյան այլևայլ տարբերակումների փոխարեն։ Վեցերորդը հյուսիս-հարավ առանցքն է, որպես ռազմավարական ընտրություն, ծրագիր կառուցված հյուսիս-հարավ միջանցքի զարգացման շուրջ, թրիփ նախաձեռնության ինտեգրում այս տրամաբանության մեջ։ Յոթերորդ կետով ներկայացված են ենթակառուցվածքների համակցված զարգացման մանրամասները, ճանապարհներ ու երկաթուղիներ, գազատարներ, նավթատարներ, էլեկտրահաղորդման գծեր, թվային և հեռահաղորդակցության ենթակառուցվածքներ, ջրատարներ և այլն։ Կետ 8. Էկոլոգիա և կյանքի բարձր որակ։ Կանաչ Հայաստան 2035 ծրագիր, վտանգավոր արդյունաբերությունների վերակառուցում, արտանետումների կրճատում, կլիմայական նախաձեռնություններ Երևանի համար, Սևանա լճի պաշտպանություն և վերականգնում, ջրային համակարգերի արդիականացում, Երևանի և Արվարձանների թափոնների վերամշակման համալիրի կառուցում։ Մեգանախագծերի արդյունավետ նախապատրաստման և իրականացման համար թվարկվում են անհրաժեշտ պայմանները։
Պետական պարտքի արդյունավետ կառավարում, պետական պարտքը որպես զարգացման գործիք եւ ոչ բեռ։ Իրական տնտեսական աճի տեմպը պետք է մշտապես ավելի բարձր լինի պարտքի աճի տեմպից։ Պետական մասնավոր գործընկերություն։ Անհրաժեշտ է ժամանակակից պետական մասնավոր գործընկերության մոդել, որը կգրավի մասնավոր, սփյուռքի եւ միջազգային կապիտալ, խոշոր արտաքին ներդրումների եւ ներքին ռեսուրսների ներգրավում, օրենքի գերակայություն եւ սեփականության իրավունքների պաշտպանություն։ Ներդրողները լինեն հայ թե օտարերկրյա, գործում են միայն իրավական կանխատեսելիության պայմաններում։ Մրցակցային եւ բաց բիզնես միջավայր։ Մրցակցությունը նվազեցնում է նախագծերի ծախսերը եւ բարելավում ենթակառուցվածքների որակը։ Այն նաեւ ապահովում է ներդրումային ներուժի առավելագույն հավաքագրում, մասնագիտական անձնակազմ եւ բարձրորակ կառավարում, մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, սփյուռքի ներուժի օգտագործում, միջազգային մասնագետների ներգրավում եւ այլն։ Մեգանախագծերը կարող են կառուցել դիմադրողականություն, ստեղծել նոր տնտեսական մասշտաբ, ամրապնդել երկրի դիրքերը եւ բացել ապագա զարգացման ուղիներ։ Դրանք դառնում են նոր դիվանագիտության, ներդրումների եւ ազգային ինքնագնահատականի հիմք, որը կվերափոխի Հայաստանն առաջիկա տասնամյակների ընթացքում։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։